Սիրելի հայրենակիցներ, նախ մի հայտարարություն։ Իշխանական պատգամավորները արդար թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար այստեղ ելույթներ ունեն։ Կառավարությունը կարող է, օրինակ, վերնաշապիկը պատռի վստահեցնելով, որ վարչական ռեսուրս չի կիրառվում։ 1 ժամ, 1.5 ժամը, որ ազգային ժողովի շենքից դուրս եմ եկել, գնացել եմ Բագրատ Սրբազանի և 18 արդարների դատին։ Իդեպ դատը չկայացավ, գիտեք ինչի, որտեղ ոստիկանները տնային կալանքի տակ եղած երկու մեր արդարների չէին բերել դատարան, զբաղված էին։ Այդ ընթացքում մի քանի ահազանգ եմ ստացել պետական համակարգից։ Դուք կարաք ասեք, որ ճիշտ չեմ ասում, կարաք ասեք, որ բացառում եք, դուք ժողովրդավարության հրեշտակներն եք, բայց այդ ձեր հերքումները պետական համակարգի այսօր հազարավոր ծառայողներ լսելու են ու համոզված ասելու են, որ ճիշտ չեք ասում։ Պետական ամբողջ համակարգին հրահանգվել է մեքենա ունեցողները կիրակի օրը մի մարդու պես պետք է մասնակցեն ավտոերթին, կարաք հերքեք, կարաք ասեք ճիշտ չի, բայց ամեն պետական աշխատող լսելու է ձեր հերքումը ու ասելու է լավ ինչքան կարելի է ստել։ Իրականում ուզում եմ մանրամասն անդրադառնալ կառավարության գործունեությանը 21 թվականի կառավարության ծրագրին և 25 թվականի կատարողականով ուր ենք հասել։ Ու երբ որ ելույթս պատրաստել էի, հարցը հետևյալն էր. լավ, որ կառավարության գործունեությունը քննարկենք, կառավարության և կառավարության ղեկավարի որ ասածը հիմք ընդունենք, քանի որ անցնող 5 տարվա ընթացքում տարի չի եղել, կես տարի չի եղել, կառավարության նիստ չի եղել, քառօրյա չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը հերքի ինքն իրեն։ Ամեն հայտարարությունից հետո, երբ որ դու պատրաստում ես փաստարկներ բերել, հակափաստարկներ ներկայացնել, մինչև դու պատրաստում ես, մեկ էլ հաջորդ անգամ լրիվ հարություն աշճան հակառակն է։ Սիրելի հայրենակիցներ, այս տարի այս կառավարության գործունեությունը ավարտվում է։ Այսօր Նիկոլ Փաշինյանը նոր մի բանով փայլեց։ 21 թվականին հավատացել եք իրեն, հավատացել եք, որ խաղաղություն է լինում, հավատացել եք այն թեզին, որ այ տեսեք ես քխնդիմությունը գալու է ու պատերազմ է լինելու, հավատացիք, գնացիք, քվեարկեցիք, ընտրեցիք կառավարություն, ստացաք 22 թվականի պատերազմ, 23 թվականի ռազմական գործողություններ, 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի ադրբեջանական ագրեսիա, խաղաղության բերողի իշխանության ժամանակ, մեկ էլ այսօր եկել է Նիկոլ Փաշինյանը, ձեզ ասում է գիտեք, այն ժամանակ ձեզ խաբել եմ հայ ընտրողներ, այն ժամանակ 21 թվականի իբր խաղաղության նախընտրական ծրագրով, որ եկել ձեր քվեն եմ մուրացել, էդի խաբել եմ ձեզ, մատս խաչ եմ արել, որտև ինչու ասում, պսևդո դաշնակցական նախընտրական ծրագիր եմ գրել։ Այսինքն հիմա 26 թվականի ընտրություններին, որ Աստված մի արասցե և դժվար թե, ընտրվեք, 5 տարի հետո գալու եք, ասելու եք սիրելի ժողովուրդ, այն ժամանակ էլ պսևդո ադրբեջանական նախընտրական ծրագիր եմ գրել, որ մի հայտարարությանը հավատա, Արցախի հարց, աշխարհում Հայաստանի տեղի հարց, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հարց, այս տարիների ընթացքում այնքան հակասություններով, այնքան իրարամերժ հայտարարությունները արել, որ դրանք շատ ավելի վատ են, քան այս 4-5 տարիներին Նիկոլ Փաշինյանի փոխած տարբեր անճոռնիկ գլխարկների քանակը։ Ամեն անգամ նոր մի գաղափար, որ ի հայտ է բերում, այնպիսի չկմեղանքով,
այնպիսի խեղճությամբ, թե գիտեք, այն ժամանակ այդքան ես տեղեկություն չունեի, այն ժամանակ այդքան լուր չունեի, հիմա նոր մտածել եմ, հասկացել եմ, ու ամեն անգամ վերջին ճշմարտությունն է ասում։ Հետո կարճ ժամանակ հետո այդ վերջին ճշմարտությունը ձևախեղվում է։ Նայեք, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենին անօրինական գործից ազատելուց հետո Փաշինյանը հայտարարում է, որ կառավարության գործունեության դեմ որևէ պետական պաշտոնյա չպետք է դեմ խոսա։ Համաձայն եմ։ 19 թվական, երբ որ Արցախը Հայաստան է եւ վերջ գոռում եք Ստեփանակերտում, Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նույն այն ժամանակվա տնօրենը, որ հանգարց ասել, չէ, պարոն Փաշինյան, այդպես մի արեք, դուք չէ որ բանակցողն եք Հայաստանի ու նաեւ Արցախի անունից, ձեր հայտարարությունը կարամ ցանկացած մեկը անի բանցի բանակցողից, որ փակ ուղի չմտնի բանակցությունները, այդ ժամանակ էլ եք ասելու, կառավարության քաղաքականության դեմ ոչ մեկ իրավունք չունի խոսելու։ Թե նույն այն գիրքը 20-րդ դարի սկզբին Կովկասում հայերի դեմ ադրբեջանցիների վայրագությունները ըստ ամերիկյան մամուլի գիրքը, վաղը որ հանգարց պետք է կապ նորից մեր արտաքին քաղաքականության մեջ, չեք մեղանալու եք, ասելու եք դե ժամանակ բենսին տված գրքի մասին այդքան ճիշտ պատկերացում չունեի։ Թե Կազիմիրովի գրքի նման, որ Պուտինին կարելի է Կազիմիրովի հուշերը տալ, հետո գալ ասել, որ գիտեք, այդ ամեն ինչը թոք էր մեր վզին փաթաթած։ Որ մեկը հիշեր, Արարատը ասել է ռևանշիզմն է, հիշես, թե 20 թվականի օգոստոսի 10-ին Սևրի դաշնագրի 100-ամյակի առիթով պաշտոնապես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարություն է անում, առաջին անգամ 30 տարվա մեջ պաշտոնապես Հայաստանի որևէ ղեկավար Սևրի պայմանագրի մասին չի խոսել։ Ես կարող եմ խոսել Քրիստինե Վարդանյանը, Արմենուհի Գյուլիանը, ցանկացածը, բացի Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, որը 5 տարի հետո գա, արդեն մենակ Արարատ ունենալը համարի ռևանշիզմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը որպես հաշվետվություն հայտարարում է, որ մայիսի 28-ին 22 թվականից հետո ձեռք բերված տեխնիկան ցուցադրելու ենք։ Մինչև հիմա էլ չհասկացանք, դա շքերթ է, ռազմական շքերթ է, ցուցադրություն է, ու ինչու 22 թվականից։ Ավարտեմ նոր տիկին կար։ Ինչու 22 թվականից։ Դրանից առաջ ձեռք բերվածը, այդ ձեր ձեռք բերվածը չի, կամ Հայաստանի զինված ուժերի եղած սպառազինությունը, Հայաստանի զինված ուժերի սպառազինության մաս չի, այդ տրամաբանությամբ եկեք սպառազինությունը ներկենք, օրինակ մինչև 22 թիվ գնվածը ներկենք սև, 22 թվից հետո գնվածը ներկենք վարդագույն, կամ ապրիլի 7-ը մինչև 18 թվին ծնվածներին չշնորհավորենք, 18-ից հետո ծնվածներին շնորհավորենք։ Բայց հիմա այդ ցուցադրությունը, որ անում եք, այդ ինչ փոխվեց։ 2 ամիս առաջ լրագրողներին նստած են վերևը, գաղտնիության դոստուպով տանում էին, ցուցադրում էին այդ սպառազինության տեսակները, դեռ անուններն էլ փոխած, որ թշնամին հանգարց չիմանա։ Ինչը փոխվեց։ 2025-ի նոյեմբերին հայտարարում եք, որ այո, միգուցե լավ լինի ռազմական շքերթ, բայց դա շեղում է մեր խաղաղության օրակարգից։ Հիմա խաղաղության օրակարգ չկա, որ այդ ցուցահանդես ասեմ, յարմրկա ասեմ, շքերթ ասեմ, թե ինչ ասեմ, որ իրականացվելու է։ Թե կա նախընտրական մթնոլորտ ու դրա համար կարելի է այս մի հարցում շեղում արձանագրել։ Թե մայիսի 28-ին ինչ ելույթ եք ունենալու, որտեղից հավատա հայ ընտրող այդ ելույթի բովանդակությանը, մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում, չէ որ հայ ընտրողը, Հայաստանի քաղաքացին Նիկոլ Փաշինյանի ելույթ լսել է նաև 2020 թվականին Սարդարաբադյան հաղթական այդ շքերթի ժամանակ, տասնյակներով մարտական խաչ բաժանելու ժամանակ, որ մեկին հավատա հայ ընտրողը, որ մեկին, բայց նորից դիմում են պետական ծառայողներին, հարգելի պետական ծառայողներ,
Դուք հո լավ գիտեք, ինչքան էլ այստեղ իշխանությունը հերքի, որ ձեզ չեն պարտադրում։ Շնորհակալ եմ։